Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս։ Ես ոչինչ, ոչ շատ լավ եմ, ոչ շատ վատ եմ, հազս հլակա, կոկորդս հլա չի անցել, տես ինչ վիրուսա, որ չի անցնում, չգիտեմ, բայց մենք մեզ զգանք, որ հիվանդ չենք, եթե ասենք հիվանդ, ավելի կվատանանք, հիվանդ չենք, բոլորս լավ ենք։ Ուրեմն հետևորդներ ջան, ինչ եմ ուզում պատրաստեմ այսօր։ Մոռացել եմ, սպասի բերեմ։ Ուրեմն այսօր գնացի, առաջի անգամը սպանախ եմ առել, երկու կապ, բերել, մաքրել, լվացել լավ, ջրաքանվել լավ։ Ես ուզում եմ պատրաստել հունական սպանակ կորիզով։ Ես առաջվա վիդեոներումս էլ ունեմ պատրաստած անցյալ տարի, հիմա էլ եմ պատրաստում, առաջ անգամ։ Հիմա ես ջուրը դրել եմ եռա, ճիշտ է, ուրիշները հենց սենց կտրտում ու պատրաստում են իրան ջրով, բայց ես քանի որ մի անգամ պատրաստել եմ հենց իրանով ու դառնա եղել շատ, ես վախենում եմ։ Ես մի հատ կլցնեմ սա եռման ջրի մեջ ու կհանեմ, չեմ թողնի էլի, որ եռա շատ։ Ես կհանեմ իրան դառնա ջուրա, ինչա ջուրա, թող թափեմ նոր, եթե ես վախենում եմ, այնց էլ լավ սպանախ է, իհարկե էդի ես ասում եմ, որ Հունաստան ժամանակս առա, որ պատրաստեմ, ես զարմացա, հիմա ես չիմացա, դրանք ձիթայուղ են օգտագործում, կարակ չեն օգտագործում ճաշի մեջ, դե հիմա թե ձիթայուղներ, այդ տիրոջը ով առել էր, այդ տատիկի տղան էր առել, հարցրեցի, ասեց ամենաթանկն եմ առել ես, բայց ես համատեսա, որ մի քիչ ես որ առնելուս եմ եղել, դրանից չի, իմ առածը գյուղական ձիթայուղ էր, շատ համով էր։ Ես չիմացա հիմա ինչից եղավ դա, դրա համար հիմա վախենում եմ, էսա ջուրի եռում եմ, մի հատ ջրի մեջ կմտցնեմ ու կհանեմ, չեմ թողնա, որ շատ եռա, մի հատ թող մի լավ Իրիմա չէ, ասիկը սխալ տեղ եմ դրել, ասո ներևում, ես եմ երևում, փոխանակ բերեմ սենց մոտիկ, այ ճիշտը սա է հիմա, ես մնացածն եմ լցնեմ, երկու երեք եր կտա ու բան կանեմ, կջրաքամեմ։ Սիրելի հետևորդներ, ձեռիս հետ էլ բրինձը լվացավ, դե ընդհանրապես բրինձը քիչ է լցնում, սպանախս էլ քիչ, այնքան որ երկու հոգու ուտելու, կարող է մերով մսակերեն, որ ամեն օր մի ստաս կուտեն, չեն հոգնի, դրա համար ես քիչ եմ սարքում, էսի հերիքա սրան, լվացել եմ, 2-3 ջրով լվացա, հերիքա, տեսնում եք, հենա ուզում է արդեն եռա, ես չեմ թողնում, որ եռա, անում եմ, որ քամը։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա սոխն եմ կտրատում, սոխը ուզում եք խոշոր կտրատեք, ուզում եք մանր կտրատեք, տարբերություն չկա, եթե ընտանիքում է սոխու տողել, պրոբլեմ չկա։
պրոբլեմ չկա, ոնց ուզում եք կտրատեք, սոխուտող են, խոշոր կտրեք, մեծ փոքր կտրեք, տարբերություն չկա, ուրեմն ոնց ուզում եք այդպես էլ կտրեք։ Սիրելի հետևորդներ, մի քիչ ձիթապտղի յուղ եմ ավելացնում, մի քիչ էլ հուսական յուղ եմ լցրել սոխառածի համար։ Թողնենք թող սոխառածը լինի, հետո կմիանա։ Սոխառածն համարյա եղած է, իսկ հետևորդներ ես չեմ թողնում, որ ռոզվիանա, համը փոխվում է։ Հիմա լցնում եմ սպանախը։ Շերեփ փոխեցի, հեղումը դժվար է խառնվում։ Սրան սև պղպեղ, կարմիր պղպեղ պետք չի։ Ես օրինակ չեմ գցում, որտեղ ինքը կանաչեղեն է, մի քիչ էլ սենց տապակվի։ Ավելացնենք բրինձը, հետո է ջուրը։ Մի քիչ տակը ցածրացնեմ։ Սիրելի հետևորդներ, եփվում է մեր սպանախը, հիմա ավելացնում եմ բրինձը։ Բրինձը քիչ են ավելացնում, ես շատ չեմ ավելացնում։ Խառնում ենք, մի հատ էլ աղ ավելացնենք։ Անենց անուշ համը գալիս ասպանախի։ Մի քիչ ջուր ենք ավելացնում, շատ քիչ։ Որտև ինքը իրան ջուրը որ քամել եմ, մնացել է մեջը։ Շատ քիչ ինքը դանդաղ եփվելու է։ Տակը ցածրացնում եմ ցածրի վրա ու դանդաղ եփվելու է։ Երը գա ու տակը ցածրացնենք։ Ցածրացնում, բերանը փակում ենք, ինքը մարմանդ կեփվի։ Հատ էլ խառնենք։ Այ բրինձը մի քիչ շատ է եղել։ Ավելի քիչ պետք է լիներ, դե ոչինչ։ Մի հատ էլ տեսնենք եփված է թե չէ։ Փոքր կթալով։ Հələ բրինձը պետք է եփվի, բայց շատ համով է։ Մի հատ էլ վրան ավելացնենք, ստամիտ։ Ունենք։ Եթե թարմը ունեմ, թարմը սամիտ։ Եթե չունեմ, սարսախցիկի ունեմ, հա, կտա ես չեսի համեմ, հա։ Ունեմ, սամիտ չգտա։ Կտա, հա, կտա։ Կտա, են էլ ոնց կտա։
ջուղն էլ հերիք է։ Սիրելի հետևորդներ, կտրատեմ։ Սա միտներ լցնենք վրա։ Հատ խառնենք։ Ինչքան ջուր մնացել տակը, այն հերիքա, որ բրինձը եփվի։ Բրինձը, եթե պետք է բրինձը կլոր բրինձ լցնեի, կլոր բրինձ չունեի, որտեղ կլորը շուտ է եփվում։ Իսկ ես երկար բրինձը տոլմայի բրինձը, փլաֆի բրինձը, դրա համար լա եփվել է ուզում։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ոնց որ պատրաստ է։ Գնում եք ջուրը քաշել է, բրինձներ ոնց որ եփվել է։ Ահա, տեսնենք եփվել է։ Մի հատ էլ կարապ կդնենք վրեն, ավելի համով կստացվի սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, տեսնենք հլա մեր սպանակորիզոն ոնց է ստացվել։ Երկու հոգու ուտելու։ Ինձ թվում է համով պետք է լինի։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ վրեն կարակել եմ դրել։ Շատ համով է ստացվել, սիրելիներս։ Եթե դուք չեք պատրաստել սրանից երբևէ, խորտ կտամ, որ դուք էլ պատրաստեք, սա էլ մի ճաշատեսակ է։ Ու շատ համով է, կշտացնող համով, դե գիտեք, բրինձը կշտացնող է, որ սպանախ հետ էլ բրինձը, ինքը շատ համով է, ինքը հունական ճաշատեսակ է։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ վերջացրեցինք մեր հոլովակը, չմոռանամ հիշացնել, իսկ ովքեր առաջին անգամն են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, կիսվեք ձեր մեկնաբանություններով։ Եթե պատրաստել եք, ինչպես եք պատրաստել, դե պրոցեսը սա է, ուրիշ տարբերակ չկա, չեք պատրաստել, մի հատ էլ դուք փորձեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Սիրելիներս, ես շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ գերազանց մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ, ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։